Հայաստանում եղել են 3 տեսակի թատրոններ, արքունական թատրոններ, որոնք հիմնականում հիմնադրվել են պալատներին կից, եղել են քարաշեն, փակ շինություններ, որոնք ունեցել են բեմ, որտեղ տեղի են ունեցել ներկայացումները, պալատական թատրոնները նախատեսված են եղել ինչպես թագավորների, այնպես էլ արքունի վերնախավի համար։ Երկրորդ տիպի թատրոնները դրանք քաղաքային թատրոններն են եղել, որոնք եղել են փայտաշեն, ծածկ շինություններ, նախատեսված են եղել քաղաքային ստորին խավերի ներկայացուցիչների համար։ Այդպիսի թատրոնները իրենց կենտրոնում ունեցել են բեմ, որը կոչվել է խաղարան կամ երևմանց։ Երրորդ տիպի թատրոնները դրանք շրջիկ թափառական թատրոններն են, որոնք նախատեսված են եղել այս կամ այն քաղաքում թատերական ներկայացում ցուցադրելու նպատակով։ Այդպիսի թատրոնները հայ մատենագրության մեջ կոչվում են տաղավարներ, որը համապատասխանում է ռուսական իրականության մեջ գոյություն ունեցող բալագան թատրոններին։ Սովորաբար շրջիկ կամ թափառական թատրոնները ներկայացրել են փոքր ծավալի ստեղծագործություններ եւ հիմնականում շոշափել են կենցաղային բնույթի թեմաներ։ Խնդրում եմ որդիս գնա նրանց մոտ գլխարկը ձեռքից եւ խոնարհությամբ առաջ մեկնելով ճիշտ տնացման ընդունված ձևով ծնկները թեթև քարերի դեպից եւ հանդեպներում շարժումը խոսքից խիստ վերջախոս է քան դիմացից տգետի աչքերն ավելի սուր են քան ականջները խոստացի նրանց որ կարմարեցրես քեզ ժողովրդին որքան կարող ես եթե լսես որ այդ խոսքերը ամբողջ սիրտը կշահես խնդրում եմ գնաս եւ հետևիր իմ բարի խորհուրդներին կամ պետք է ուժին ուժով դիմադրես կամ հնազանդվես կամ պիտի փախչես Մարտիոս Յուրկոմիոս մի երկու քասր խոսք է պետք ընդամենը Մարտիոս նախորդ մարդը գալիս է թատրոն խաբվելու համար տոմս է գնում որ խաբվի որովհետև նա գիտի ես իմ կնոջ չեմ իսկապես խեղդել կամ չգիտեմ ինչ չեմ արել կամ ես եմ բայց նա պատրաստ է հավատալ որ ես չունի մարդ եմ որ փորձում եմ այն ճշմարտությունների մասին խոսել ինչ հաճախ չեն նկատում Ես հատում եմ ձեր շնչառությունը որպես գոլորշին գարշչայիչների ձեր սերն ինձ սովորան պատվություն է դուք դիակները չթաղված մարդկանց որոնք իմ շունչը ապակալում են ես եմ ձեզ վանում պետք է կարողանամ ժողովրդի հետ խոսել որը շատ դժվար բան է շատ պատասխանատու ինչ ես բերում քեզ հետ այ մտարբել այդ կախարդական այդ մոգական ուժ ունեցող աշխարհը բարակույրը բացվել է մարդիկ նայում են ինչ-որ բան են սպասում մնացեք այստեղ ձեր կամափոփող անհաստատությամբ եւ թող ամեն մի թեթև շշուկից ձեր սիրտը ցնցվի այդ սարսափից թող շնորհական սաղավարտների աննշան փայլը ձեզ մատնի անել հուսադության ամուր կարծեցեք ձեր պաշտոններին ու արկեկակսուր մինչև վերջապես ձեզ քաղաքական տգիտությունը ձեզ մատնի անել հուսադության ամենակարևոր բանը ինչ ես բերում քեզ հետ Կոպ, ավրոն, քո ունեցած շնորհքով Ձեր պատճառով ես ատում եմ իմ սիրած հեռոն քաղաքը իմ մեջ կավեց ծրնդացնելով գնում եմ ահա գնում Հին եւ միջնադարյան Հայաստանի թատրոնի բեմում հանդես են եկել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի դերասաններ։ Պլուտարքոսը տեղեկացնում է, որ Տիգրանակերտի թատրոնում եղել են մեծ քանակությամբ հույն դերասաններ, որոնք հրավիրված են եղել տարբեր քաղաքներից։ Հին եւ միջնադարյան Հայաստանում կատագերգակ
դերասանուհիները, պարուհիները եւ երգչուհիները կոչվել են վարձակներ։ Սովորաբար վարձակները հանդես են եկել կիսամերկ, շղարշած գեստով, հերարձակ վիճակում, իրենց դեմքը եւ մարմինը օծել են դեղերով եւ գունազարդել իրենց։ Վարձակները սովորաբար հանդիսացել են հանդիսականներին աշխարհիկ սիրո եւ զգայական վայելքներին մղող դերասանուհիներ, որի համար նրանք դատապարտվել են եկեղեցու կողմից որպես անբարոյական, թեթևաբարո, անպարկեշտ եւ պիղծ կանայք։ Ըստ Մովսես Խորենացու հայ նշանավոր վարձակ է եղել Նազենիկը, որը ապրել եւ ստեղծագործել է մեր թվարկության 2-րդ դարում։ Նա եղել է Սյունիքի Բաքուր իշխանի հարճը։ Նազենիկը աչքի է ընկել ոչ միայն իր արտակարգ գեղեցկությամբ, այլ նաեւ իր դերասանական վարպետությամբ, ինչպես Խորենացին է վկայում, նա նվագել է ձեռքերով։ Քրիստոնեության ընդունումից հետո փոխվեց վերաբերմունքը թատրոնի նկատմամբ։ Քրիստոնեական եկեղեցու սպասավորները բացասական վերաբերմունք ունեին թատրոնի եւ դերասանների նկատմամբ։ Ինչպես նշում է Հովհաննես Մանդակունին, թատրոնը թշնամացնում էր որդիներին հայրերի եւ տերերին ստրուկների հետ։ Ճիշտ թատրոնը դա կյանքի հայելին է։ Ճիշտ թատրոնը դա հույս է։ Ճիշտ թատրոնը վտանգավոր է, որովհետև նա մտածել է տալիս։ 9-ից 14-րդ դարերում թատրոնների վերաբերյալ մեծ տեղեկություններ չեն հասել, սակայն մատենագիրների մոտ պահպանված անուղղակի վկայությունները, ինչպես նաև մանրանկարչության մեջ պահպանված տեսարանները ենթադրել է տալիս, որ միջնադարյան Հայաստանում թատրոնը շարունակել է իր գոյությունը։ Ենթադրելի է, որ Բագրատունիների անի մայրաքաղաքում գոյություն է ունեցել ինչպես արքունական, այնպես էլ քաղաքային թատրոն։ Այն այդպես, ես անկարող եմ բնույթս կեղծել։ Մարմինը չպետք է երբեք ենթարկվի ստորարարքի, որպեսզի հոգին, այս փոքրիկ հոգին անարատ մնա։ Թատերական ճաշակը այնքան տարածված ու հարգված է եղել Հայաստանում, որ այն դարձել է գեղաքանդակման նյութ։ Այսպես Հյուսիսային Կովկասի տարածքից Մայկոբ քաղաքի մոտից հայտնաբերվել է Արշակունյաց Բակուր թագավորի ոսկեզոծ արծաթյա թասը, որի վրա պատկերված են թատերական տարբեր տեսարաններ, դիմակներ եւ պարող դերասանուհի։ Պատասխանը սպասում ինձնից։ Դուք պատասխան եք սպասում ինձնից։ Պատասխան։ Ստում եք շնա։ Հայերը հանդիսանում են արվեստների տարածիչ, ի թիվս այլ արվեստների հայերը տարածել եւ պրոպագանդել են նաեւ թատերական արվեստը։ Այսպես 1868 թվականին Հակոբ Վարդովյանի կողմից Կոստանդնուպոլսում հիմնադրվում է հայկական թատրոն։ Նույն Հակոբ Վարդովյանի կողմից Կոստանդնուպոլսում հիմնադրվում է նաեւ թուրքական թատրոն, որի դերասանները բոլորը հայեր էին։ Իդեպ Հակոբ Վարդովյանը հանդիսանում է թուրքական ազգային թատրոնի հիմնադիր։ Հիմա ես էլի թատրոնի մասին եմ խոսում։ Իդեպ ուժ պետք է լինել չտեսնելու համար, որ ամպեր են կուտակված մեր երկրի վրա։ Դժվարություններ, տնտեսական, բարոյական, ամեն ծափի, ամեն տեսակի դժվարություններ, որից պետք է գլուխ հանել։ Կտոր հացի համար ճարուս կա։ Ես բոլորի մեջ ինչ տեղ ունի թատրոնը։ Ինչ գուցե արց առաջանա, թե պետք չի։ Պետք է օդուժին պես մեր զավակների համար, մեր ապագայի համար։ Եթե երկիրը պատմություն ունի, ու հետո շատերը հետո ամիսները գրեն այդտեղ ու դուր կարդաս, որ ես հարտական մտած կորիոլ, ինչպես արծիվ աղամնատան մեջ, այս ինչ-որ սինտես կամեցավ, և զինվորները տենց ոսկները կինզերից պախան համչի անդիպած մանուկների պես։ Ես այս բոլորը մեղա կարեցի
կան երեխան,